Շարունակվում է կենտրոնի առավոտասելի հեռուստադիտողներ, Իննոբիզը մեկնարկում է մեկ նվիրատվություն 150 ընտանիքի ապագա հայրենիքում դրամահավաքը։ Արշավի նպատակն է հավաքագրել մեկնարկային կապիտալ այն 150 արցախցի ընտանիքների համար, որոնք ստացել են բիզնես կրթություն Իննոբիզի բյուր հարթակում ոլորտի լավագույն մասնագետներից եւ պատրաստ են սկսելու սեփական փոքրիկ գործը հայրենիքում։ 2021 թվականին մեկնարկած այս ծրագրի մասին ենք խոսելու մեր հյուրերի հետ։ Մեր հյուրերն են Իննոբիզի հիմնադիր տնօրեն Նաիրա Մարգարյանը եւ Իննոբիզի բյուր հարթակի շրջանավարտ Արաքս Մկրտումյանը։ Բարի լույս։ Բարև ձեզ։ Փաստորեն 21 թվականից մեկնարկել է, եկեք միջև այս ասում են նորություններին անդրադառնալը հասկանանք 21 թվականից սկսած ինչ եք հասցրել անել։ Շատ լավ։ Այո, 21 թվականից մեկնարկել ենք եւ չնայած սկզբանե լրիվ այլ նպատակներով, բայց հասկանալով կարեւորությունը սկսեցինք աշխատել տեղահանված անձանց հետ։ Մինչ այժմ ավելի քան 1500 ուսանող, սովորող ունենք մեր հարթակում։ Մենք աշխատում ենք տեղահանված անձանց հետ, սովորեցնում ենք զրոյից ինչպես ստեղծել բիզնես։ Ունենալով գաղափար կամ նոր գեներացնելով գաղափար եւ այլն, հա։ Սա դիտարկում ենք որպես գործազրկության պատասխան, որպես աշխատանք գտնելու տարբերակ եւ որպես երազանքի իրականացում, բայց ամենակարևորը արմատներ գցել նոր բնակավայրում, ուժեղանալ, ամրանալ, ապագա տեսնել, հիմնական նպատակները դրանք են։ Տարբեր գործընկերների շնորհիվ արդեն ունենք մոտ 150 փոքր սկսնակ բիզնեսներ ստեղծված 21-ից մինչև հիմա եւ հիմնականում փորձում ենք հիմա կրկնապատկել այդ թիվը։ Հետաքրքիր է, որ հիմա քանի որ ասում եմ մի վայրում շատ է մեծանում մարդկանց հոսքը եւ իրականում այդ շուկան ակամայից փոքրանալ հաշվի առնելով մեր երկրի իրական վիճակը եւ շատ ու շատ ասում եմ տնտեսական իմաստով առաջ խնդիրներ առաջ չքաշեմ, բայց ես վստահ եմ, որ յուրաքանչյուրն իր ներսում ունի ինչ-որ մի երազանք, ինչ-որ մի բիզնեսի, որի համար գուցե համարձակություն է պետք, ճիշտ պահ է պետք, բայց այնուամենայնիվ այստեղ պետք է եւ տարածքի լավ ընկալում, հատկապես եթե դու նոր ես, եւ գումար, այո, եւ համարձակություն, եւ համբերություն, եւ հատկապես այդ համբերությունը չի լինում, որովհետեւ դու գիտես ինչ ես կորցրել, ոնց պիտի գտնես, այսինքն հոգեբանական այնտեղ դժվար իրավիճակներ, այնուամենայնիվ, չգիտեմ, գուցե փորձը ցույց է տվել, որ ինչ որ բան ստացվում է, ոնց է կարողանում այս բոլոր խնդիրները հաղթահարել եւ վերել մարդուն այն ոգեվորության, որ ինքը կարող է սկսել։ Միանշանակ, այս բոլոր ձեր կողմից բարձրաձայնված խնդիրները շատ արդիական են։ Սկզբում մենք աշխատում ենք փոքր քանակությամբ մարդկանց հետ, 150-21 թվականին 150-170 տեղահանված անձանց հետ ենք աշխատում եւ շատ անհատապես ենք մոտենում։ Որոշակի թերապևտիկ էֆեկտ ունի նաեւ այս միջամտությունը, սրանք միայն դասեր չեն։ Սրանք հենց այդ ուժ հաղորդելու եւ միասնականություն ստեղծելու, որ մենք միասին ենք, դու միայնակ չես, մենք քեզ հետ ենք, այդ հատվածը միանշանակ կա եւ դասեր են եղել, որ կեսից մենք պարզապես սկսել ենք ուրիշ բանից խոսել եւ հետո լրացուցիչ դաս ենք նշանակել, որովհետեւ այդ պահին տրամադրությունը եւ գուցե իրադարձությունը, գուցե նույնիսկ օրը կախված է նրանից, թե ինչ օր է, հա, լրիվ դա էր թելադրում 23 թվական տեղանման մեծ ալիքից հետո մենք հասկացանք, որ այդպես անհատապես այլևս չենք հասցնի աշխատել, որովհետև մեծ քանակի հետ արդեն պետք է աշխատենք եւ այդտեղ էր, որ Եվրոպական վերակառուցման զարգացման բանկի հետ մտահղացում եղավ հարթակ ստեղծելու, որտեղ մարդիկ քիչ թե շատ ինքնուրույն են սովորում։ Ինչ եմ ասում քիչ թե շատ, որտեղ նրանք ինքնուրույն դիտում են տեսանյութերը, ինքնուրույն կարդում են տեքստերը, ինքնուրույն անում են իրենց թեստերը, բայց բլոկն ավարտելուց հետո անմիջապես ենթադրենք թվային մարքեթինգի մի թեմա։ Անմիջապես դրանից հետո կա մենթորական հանդիպում, կրկին մեզանից մեկը միանում է էլի առցանց, որովհետև բոլորը տարբեր վայրերում են Հայաստանի գտնվում ու տեղաշարժվել դժվար է, եւ նորից տեղի է ունենում այդ մենթորական հանդիպումը։ Նորից այնտեղ ուժի եւ միասնականության եւ միասին լինելու այդ փոխանցումը լինում է։ Նույնիսկ մենք ունենք շատ հետաքրքիր պատմություններ, երբ որ մարդիկ ընտանիքով են սովորում, երբ որ մարդիկ հարևաններով են սովորում, այս դեպքը երևի պատմում էին, որ ամեն առավոտ հարևաններով սուրճ էին հանդիպում եւ
բնականաբար այդ հանդիպումը լինում էր հիշելու ցավի ոնց որ շատ դժվար ապրումների հանդիպում, մինչև նրանցից մեկը գրանցվեց մեր հարթակում, եկավ ասեց վերջ աղջիկներ, հիմա սկսում ենք սովորել։ Բոլորը գրանցվեցին, ասում այդ մեր առավոտյան հետ նայելը վերածվեց հետ նայելով առաջ նայել։ Մենք սկսեցինք միասին մտածել ինչ կարելի անել, մենք սկսեցինք որոշակիորեն ապագայի մասին խոսել։ Սա կարևոր հատվածներից մեկն է այս ծրագրի, որովհետև մենք չենք հավակնում լուրջ տնտեսական փոփոխություններ բերել, որից է տարածաշրջան։ Մենք հավակնում ենք տալ հույս, հնարավորություն միասին ինչ-որ բան ստեղծելու յուրաքանչյուր արցախցի ընտանիքին։ Եկեք խոսենք դրամահավաքի մասին, 150 ընտանիքների եւ դրամահավաքի մասին, ինչ փուլում է, սկսվել է, չի սկսվել եւ ինչ գումարի մասն է խոսքը։ Այո, դրամահավաքը սկսվել է, մոտավորապես 2 շաբաթ կարծեմ արդեն մենք բաց ենք արել Ռեարմենիա հարթակում այս դրամահավաքը։ Նպատակը հետեւյալն է՝ յուրաքանչյուրի հանգանակությամբ մենք կարողանում ենք կազմել այդ փոքրիկ ստարտային կապիտալները, որպեսզի յուրաքանչյուր ընտանիք կարողանա իր երազանքը իրականացնի։ Իհարկե ասում ենք յուրաքանչյուր, բայց մենք չենք հավակնում 1500 ընտանիքի այդ երազանքն իրականացնել, որովհետև ընթացքում բոլորը հասկանում են, ուզում են, չեն ուզում, իրենց գաղափարը իրատեսական է, հիմա են ուզում, թե ինչպես։ Մրցույթային կարգով է տեղի ունենում։ Մենք ասում ենք, որ կստեղծվեն հանձնաժողովներ եւ յուրաքանչյուր հանգանակող կարող այդ հանձնաժողովի մաս դառնալ, որը կընտրի արկա բիզնես գաղափարներից այն 150-ը, որոնք կյանքի կկոչվեն եւ գումարը յուրաքանչյուր բիզնեսի համար մեր փորձից ելնելով մոտ 1 միլիոնի շրջանակներում է։ 1 միլիոն դրամով հնարավոր է փոքր ինքնազբաղվածություն ստեղծել, որ տարիների ընթացքում արդեն տարբեր այլ հնարավորություններով կաճի։ Ես ես վերջերս որն է 3 իմացա, որ սրանից 4 տարի առաջ երազում էի մի հետաքրքիր ձևաչափի մասին, սուրճի մատուցման, պարզեց արդեն անում են։ Հա պիտի արագ անեք։ Ու աղջիկս ասեց, այ որ այն ժամանակ այդքան ասում էի, պիտի անեիր։ Այո։ Ու հասկացա, որ դա աշխատում է եւ շատ սիրուն է աշխատում։ Դե ասում եմ ինչ արած, հիմա ես չհասցրեցի։ Բյուր հարթակը ինչ ասել է բյուր եւ ինչ եք դրա շրջանակներում անում։ Բյուր հարթակ կարելի է ասել որպես ընտանիք, որովհետև բյուր հարթակում կրթվելու ընթացքում դու եւ կրթություն ես ստանում բիզնես գաղափարի շուրջ։ Ինչ բարձր խոսել, որ դες լսեն։ Եվ կրթություն ես ստանում քո բիզնես գաղափարի մասին եւ մենթորական հանդիպումների ժամանակ շատ ջերմ եւ անմիջական շփում ես ունենում հենց քեզ դասավանդողների հետ, ովքեր որ քեզ փորձում են ավելի առաջ տանել, ավելի ճիշտ ուղու վրա կանգնեցնել, որպեսզի քո բիզնեսը, բիզնես գաղափարը ավելի վերջնական եւ ճիշտ լինի։ Ինձ հետաքրքիր է կանայք, իրականում կանայք են այստեղ ավելի ակտիվ, թե տղամարդիկ, կանայք, չէ՞։ Այդ։ Իսկ ինչ մտքեր են գալիս։ Ես գիտեմ, որ մարդը իր կյանքում չստեղծագործել չի կարող։ Այդ եփելն էլ է ստեղծագործել, ինչ որ բան ձեռքով պատրաստելն էլ է ստեղծագործել, առհասարակ ինքը չի կարող եւ եթե ինքը չունի այդ պահին այլ զբաղվածություն, տանը նստած մի բանով հաստատ կանի, կզբաղվի։ Ինչն է հիմնական առաջարկը իրենց կողմից, որ իրենք օրինակ կարող են անել, հա, չէ՞ որ հարցնում եք, ով ինչ կարող է անել։ Ինչ են հիմնականում բարձրաձայնում։ Իմ օրինակով կարող եմ ասել, ես արդեն ունեի հստակ միտք, թե ես ինչ եմ ուզում, ու այդ մտքով մտել եմ բյուր հարթակ, որը ինձ ավելի նեղ ճանապարհ է տվել զարգանալու, այսինքն ես կոնկրետ որոշում եմ ինչ եմ անում, ինչպես եմ անում, իմ բիզնես ծրագիրը ինչպես եմ գրում, ոնց եմ գրում։ Ես ինտերիեր դիզայներ եմ եւ ինտերիեր դիզայնի ստուդիայի շրջանակներում բյուր հարթակին դիմել եմ որպես ուսանող եւ ավարտել եմ ծրագիրը։ Դուք առաջարկում եք ձեր ծառայությունները։ Այո։ Եվ սովորեցնում եք նաև։ Դեռ ոչ, բայց պլաններում սովորեցնելն էլ կա ավելի հմուտ դառնալու ճանապարհին եմ։ Բայց մասնագիտական է, ես ոնց հասկացա, դուք։ Այո։ Ահա, իսկ այլ կանայք, ովքեր սուրճ խմության ասма թեմայի շուրջ բարձրաձայնել են, ինչ կարող են անել։ Շատ տարբեր են եւ հենց այս քանակն է մեզ այտենց մեծ տարբերության սպեկտր տալիս, երբ որ փոքր է ծրագիրը լինում, ինչ որ ձևով ընտրելով նեղացնում ենք սպեկտրը։ Այստեղ օրինակ մենք երբեք չենք ունեցել ինտերիեր դիզայնի ստուդիա ցանկություն բացել ցանկացող որից է շահառու, հիմա ունենք շատ հետաքրքիր շահառու, ով ուզում է կոմիքսներ նկարել
հայկական կոմիքսներ նկարել, ունենք էպոքսիդային խեժից պատրաստվող նյութեր, ունենք գյուղատնտեսությունում շատ բազմաթիվ, հա, ասենք ճագարաբուծությունից, ծնեբեկի աճեցումից, մինչև լորաբուծություն եւ բոլոր որ ուզում են անել, թե ուղղակի ունեն ինֆորմացիա ինչպես դա անել։ Տեսեք, եւ ուզում են անել եւ ունեն։ Հետաքրքիրը սա է, կան մարդիկ, ովքեր իրենց տանը ժամանակին արել են ինչ-որ մի բան, թեկուզ կենցաղային, թեկուզ ուղղակի իրենց փոքր տնտեսության համար, ընտանիքի համար, հիմա այստեղ ուզում են վերարտադրեն կամ կրկնեն, որտեղ փորձն ունեն, գիտելիքն ունեն։ Կան մարդիկ, ովքեր որ նոր գաղափարներ ունեն եւ ավելի քաջ գաղափարներ ունեն, տարիքից էլ է կախված, իրավիճակից էլ է կախված, նախկին զբաղմունքից էլ է կախված։ Կան մարդիկ, ովքեր մտածում են, որ հա, այս մի բանն անեմ, բայց պարզվում է, որ այդ տեղայինքում այդ մի բանը չի աշխատելու, որովհետեւ հագեցած է կամ սովորությունը չկա դրա եւ այլն։ Եվ կամ ընթացքում որոշում են, որ բիզնեսը իրենց մասին չի, որովհետև հենց իրենց գաղափարը չի ստացվում, կամ լրիվ այլ գաղափար են գեներացնում ընթացքում, որովհետև ես կխնդրեմ Արաքսյան ասի, այդ գաղափարի գեներացման ուղղված էլի մենք որոշակի ջանքեր ունենք։ Ինչու՞։ Ծրագրի ընթացքում մի քանի անգամ դու քո բիզնես պլանը լրացնում ես ամեն մի փուլը անցնելուց հետո, որտեղ դու ավելի հստակ ես որոշում, ինչն է քեզ պետք, ինչը քեզ պետք չի, ինչի վրա ուշադրություն դարձնել, ինչի վրա ուշադրություն չդարձնել։ Այդ հարցում անընդհատ ծրագրի մեջ դու կարողանում ես հետ գնալ, հիշել ինչ ես արել, ինչ ես գրել, անընդհատ քո մոտ բերում է քո բիզնես գաղափարը, կարդում ես, հասկանում ես, այս մասը ճիշտ ես լրացրել, սխալ ես լրացրել, հավելում ես անում, կամ ինչ որ բան մի տեղից մյուս տեղն ես տեղափոխում։ Այդ հարցում բյուրհարթակը շատ հարմար է իրոք 0-ից բիզնես սկսելու համար եւ այն վերջնական տրամաբանական Այսինքն երազանքը տեսպես ասած կանոնակարգվում է, ինչպես ասում են, հա, դու տեստավորվում։ Այս մեկը պետք չի անել, այստեղ պետք չի տենց լող տալ երազանքների մեջ, հա, գնալ։ Տեստավորվում եւ կանոնակարգվում, այսինքն կաշխատի այդտեղ թե չգնա գտիր։ Այո, հա։ Դες բազում բիզնեսներ են մտքով անցնում, հետո պարզվում է բոլորը անում են։ Ինչեւ ես մտածում եմ, ասում արդեն իրագործում են ուրիշները։ Ժամանակն էլ է կարևոր, այո։ Դե անշուշտ, հետաքրքիր է հիմա 150 ընտանիք ինչպես հասկացա, հա, թե անհատ։ Անհատ են, բայց սովորաբար ինչ ենք մենք նաև ընտանիք ասում, որովհետև նախ սա իրենց ընտանիքների ապահովման համար է միջոց, երկրորդը շատ հաճախ իրենք ընտանեկան բիզնեսներ են ստեղծում, այսինքն ընտանեկան է դառնում, իրենց հարազատներն են սկսում իրար հետ աշխատել, հա, եթե փոքրիկ տնտեսություն պատկերացնենք, թեկուզ գյուղատնտեսության ոլորտում, իրենք բոլորով են դա անում, անգամ երեխաներն են ներգրավում, երբ որ ազատ են լինում։ Այս առումով սա դառնում է ընտանիքի համար այդ վայրում, տվյալ վայրում, ինչ-որ նոր զբաղմունքի, նոր հույսի եւ նոր ապագայի մաս։ Ընդ որում կրկին չենք հավակնում, որ դրանք լինեն լուրջ բիզնեսներ։ Դրանք մի բան են, որ ինքնազբաղվածություն են անվանում, բայց ունեն 21 թվականից ստեղծված բիզնեսների մեջ այնպիսի լիդերներ, ովքեր մի քանի ստորաբաժանում ունեն արդեն, օրինակ գեղեցկության սրահ է, ունի արդեն մի քանի տեղ գեղեցկության սրահ, ունի ակադեմիա, ընդ որում 23 թվականին այդ ակադեմիան տեղահանված կանանց անվճար մատնահարդարում էր ստորացում հարյուրներով, այսինքն այն մեր փոքր ներդրումը, որ մենք իրականացրեցինք, իր բարության շղթան բազմապատկելով շատ լուրջ տարածվեց։ Ունենք մեղվաբույծ, շատ ունենք մեղվաբույծներ, դա շատ sense ավանդական զբաղմունք եղել Արցախում, բայց ունենք մեկը, որի որակը Քաթարում վերցրեցին, ստուգեցին, օգնել էինք, որ գնար ցուցահանդես, եւ հիմա պատվերներ ունի այնտեղից եւ հիմա նախաձեռնում է այստեղ մարդկանց սովորեցնել այդ որակի ոնց որ արտադրել եւ հավաքական բեռ ուղարկել, նաեւ տալիս է հնարավորություն ինչ որ ձև գտնելու իրեն հայտնի դարձնելու այս իրականության մեջ։ Միանշանակ թե օրինակ սենց առիթներով մենք հույս ունենք, որ ինտերնետ հարթակը մի քիչ ցավոք ավելի ակտիվ է աշխատում։ Նաև այդպես մենք ինտերնետ հարթակով տարածում ենք բոլոր հնարավոր նյութերը, փորձում ենք պատմությունները պատմել, իրենց օգնում ենք իրենց սոցիալական մեդիայի ներկայությունը արդյունավետ ու ճիշտ ու գրագետ անել եւ մի բան էլ պետք է ասեմ, որ այս ընթացքում այո կանեք շատ ավելի ակտիվ են, մոտ 80%-ը կանայք են մեզ մոտ
կանայք որոշեցին ստեղծել տեղահանված կին ձեռներեցների ասոցիացիա, որի մասին շուտով ասենց բացումը կլինի եւ կհայտնենք, եւ այ իրենց մոտ մտահղացումներ կան նույնիսկ միավորել այդ բոլոր բիզնեսները ինչ որ միտեղ, որ ավելի տեսանելի դարձնել։ Մենք ամեն ինչ չի որ հասցնում ենք, իսկապես շատ փոքր կազմ ենք, 5-6 հոգի ենք, որ այս ամբողջ ծավալն իրականացնում ենք, բայց հնարավորության դեպքում կաջակցենք բոլորին, կխնդրենք, որպեսզի դա իրենց համար ավելի ոնց որ բրթող լինի, միասին իրար կարողանան բրթել։ Բայց համագործակցում են, մենք համայնք ունենք, որը կապի մեջ է, մենք ունենք խմբեր, որտեղ այս մարդիկ հազարներով կապի մեջ են եւ առիթի դեպքում, երբ որ պետք է իրար օգնել, որից է բան իրարից գնել, միասին պատրաստվել ցուցահանդեսների, դա էլ է տեղի ունենում, ինչը մեզ համար շատ կարեւոր է։ Հիմնականում Երևանում են գործունեություն ծավալում, թե Երևանից դուրս։ Չէ, Երևանում երևի կասեմ մի 40% Երևան, մնացած Երևանից դուրս։ Ես միշտ հիշում եմ այդ պատմությունը, այդ ընտանիքի հետ ծանոթացել եմ մոտավորապես 15 տարի առաջ Եվրոպայում, հայ ընտանիք, որը Եվրոպայի շատ երկրներում հայտնի է իր խմորեղենները, անունը չտանք ասել գովազ չլինի, ու երևի դուք էլ գիտեք ինչի մասին է խոսքը, բայց բիզնեսը սկսվել է հետևյալ կերպ, երբ ընտանիքը մեկնել է ինչ որ X մարզից, այնտեղ ուղակի, հա, որպես էմիգրանտ ապրելու, տան կինը թխել է այդ հայտնի հայկական մեղրով տորթը եւ սկսել են դենց վաճառել, ով կգնի։ Սրճարաններում որոշակի խանութներում են առաջարկել, ինչ որ ռեստորանների են առաջարկել։ Հիմա իրանք ունեն շատ մեծ գործարան, որտեղ արդեն բազում եվրոպական երկրների են սպասարկում, արդեն լրիվ ուրիշ մասշտաբների է իհարկե այդ ամեն ինչը, բայց երբ ես իրականում ծանոթացա իրենց հետ, այսինքն եթե ես երևի չճանաչեի իրենց, չէի հավատա, որ դա իրական է, որ տանը թխած մամայի, հա, այդ մեղրով տորթը կարող է դառնալ հետո մի ամբողջ լուրջ բիզնես։ Իրականում այն ինչ որ հիմա դուք ասում եք, մոտավորապես սկսել ինչ-որ մի փոքր բանից, այն ինչ որ դու գիտես, տիրապետում ես կամ լավ ես անում են ինչ որ անում ես, եթե դու դրան հավատարիմ ես ու գնում ես դրա հետևից, ինքը հակամայից քեզ համար դուռ է բացում։ Հիմա չգիտեմ ով ինչ գործում է լավ, հիմա մեկը լավ է թխում, մեկը լավ է եփում, ճունը, վահան օրինակ ռեստորան կբացի երևի իմ ոգևորությամբ եւ իր տաղանդով։ Նկատի ունեմ, երբ դու հավատարիմ ես նրան ինչին լավ ես տիրապետում, մեկ էլ ինքը սկսում է քո փոխարեն աշխատել։ Մի օր։ Ճիշտ եք ասում, կարևոր է սիրել են ինչ որ անում ես, շատ կարևոր է։ Ոնց պլանավորում դու օրինակ գնալ քո երազանքի հետևից։ Ճիշտն ասած, հենց ձեր ասածը շարունակեմ, որ ինտերնետում ավելի լայն տարածում ունի այս ամեն ինչը, քան TV-ում, հենց ինտերնետից էլ ես իմացել եմ դուր հարթակի մասին եւ այդտեղից սկսել եմ այնտեղ մասնակցել։ Պլանավորում եմ նաեւ մասնակցել Ռե Արմենիայի դրամահավաքին, դրամաշնորհին, որտեղ մասնակցելով այդ ամեն ինչին բոլոր փուլերը անցնելով հույս ունեմ, որ կարժանանամ ինչ-որ դրամաշնորհի եւ կսկսեմ արդեն որպես անհատ աշխատել բիզնեսի։ Բայց պրակտիկայում արդեն ունեք աշխատանքներ արված։ Հա, իհարկե, արդեն 3 տարի ես որպես ինտերիեր դիզայներ աշխատում եմ եւ թե ռեստորաններ, թե կոմերցիոն տարածքներ, բնակելի տներ, բնակարաններ, ամեն ինչ գրեթե արդեն Ես այն տեսակ աշխատանք է նաև, որը կարող է հնարավորություն տալ հեռահարել, չէ՞։ Իհարկե։ Կապեր հաստատել, այո, դրսի շատ կազմակերպությունների հետ եւ առաջարկել քո տարբերակը։ Ճիշտ է, ես գիտեմ մարդիկ, ովքեր անձամբ վերահսկում են այդ process-ը, ոնց են իրենք պատկերացրել, որ լինի, բայց եթե չկա այդ հնարավորությունը, այնուամենայնիվ սա աշխատանք է, որը հնարավորություն է տալիս Հայաստանի սահմաններից դուրս էլ հնարավորինս փորձել, ասում եմ, ձեր ճանաչումը ձեռք բերել։ Դուք Արցախից եք։ Չէ։ Ես եմ Դուք Արցախից եք, դե արդեն պարզել։ Իրականում այն որ ասում եք հեռուստատեսություն ինտերնետից եք ճանաչում եւ այնտեղ ավելի ակտիվ է։ Մի ժամանակ այդ տենդենսը կար, չէ՞, որ դե շատ էին ասում, դե մենք հեռուստատեսություն չենք նայում։ Հիմա մի քիչ փոխվել, շատ քիչ, հա, մի քանի տոկոս, բայց դա ուրախություն մեզ։ Իրականում անդադ կա նաև այդ ծաղրը անկած, բայց ինչ հին եք դուք դեռ հեռուստատեսությունում եք աշխատում, բայց իրականում ես հասկացել եմ, որ եթե ինտերնետում դու պիտի ունենաս գոնե թե գիտակցությունը, որ կարողանաս ֆիլտրել, ինչ քեզ շրջապատի, հա, ինտերնետ հարթակում, հեռուստատեսությունը իրականում գոնե թե դեռ շարունակում է ֆիլտրած տարբերակը միանգամից մատուցել։ Այսինքն քո փոխարեն ֆիլտրել, հետո քեզ պատշաճ կերպով ներկայանալ։ Ով կգնահատի եւ ով կհասկանա հեռուստատեսության իրական աշխատանքն ու դերը եւ հեռուստատեսության վիճակը, թե ինքը ինչի հետ է հիմա մրցում, իրականում մենք հիմա դարի հետ ենք մրցում, որ ասում են,
Հուսանք, որ կկարողանանք հաղթել, ինչպես թատրոնը հաղթեց, բայց այնուամենայնիվ ինտերնետ հարթակը իր բոլոր չարիքներով հանդերձ գրագետ մարդուն, եթե դու գրագետ ես օգտվում ինտերնետից, կարող ես քեզ համար բացել լայն հնարավորություններ ռեալիզանալու տարբեր մասշտաբներում։ Այդ առումով էլ ասում եմ, պիտի խոստովանենք, որ այդ հնարավորությունը կա։ Միանշանակ ու այս նույն Ռեարմենիայի հարթակի ստեղծվելը իր գաղափարը հենց դա էր, ինքը արդեն ինտերնետ հարթակով է հիմնականում տարածվում եւ գաղափարը դա էր, որ այսպիսի հետաքրքիր գաղափարներ եւ հասարակական գաղափարներ ստուգեն, որովհետեւ դու ինտերնետում ինչ ասես տեսնում ես, հա, ոնց դու կասիկ չֆիլտրած եւ դու ինքդ պիտի ֆիլտրես, ոչ բոլորը կարողություն ունեն ֆիլտրելու, օրինակ հիմա դրամահավաք է, դա իրական գործ են անելու, թե չէ։ Կասկածները սկսվում են։ Այո, կասկածները եւ այլն, որը լրիվ բնական է, հա, Ռեարմենիայի գաղափարը հենց դա էր, որ նա այնտեղ կա թիմ, այնտեղ կա վստահելի եւ հեղինակավոր մարդկանցից, հա, կառուցված հանձնաժողով, որը ընտրում է, ստուգում է նախապես բոլոր այդ նախագծերը, որոնք որ գալիս են այդ հարթակ դրամահավաքի, ամբողջությամբ ստուգում է եւ հետո հետեւում է եւ վերահսկում է։ Եվ դա տալիս է որոշակի վստահություն, որ այո, այս արշավը եւ այս մարդիկ, ովքեր որ արշավը կազմակերպեն ինչ-որ բանի մասին խոսում են, իրանք իրոք այդ գործով են զբաղվել եւ գումարը իրոք ուղղվելու է այդ նպատակին ու կարծում եմ շատ մեծ գործ են արել Ռեարմենիայի ժողովուրդը, մենք էլ հենց դրա համար այդ հարթակն ենք վերցրել եւ կիրառում, որ մեզ չճանաչող մարդկանց լրացուցիչ վստահություն լինի, որ դա իրական է։ Վերջերս մի առցանց ծրագրի կամ բլոգի լրագրող մինչև մեզ հետ խոսել է, որոշեց այդպիսի ստուգում անել եւ post գրեց, ես կարող եմ անուն նշել, անուն, մարդու, այո, Գայանեն Ասլամազյան եւ post գրեց իր էջում, թե ով է օգտվել այս ծրագրից եւ մի քանի ժամվա ընթացքում մենք տեսանք այնքան արձագանքներ մեր շահառներից եւ մեկը տեսել էր մյուսներին ասել էր եւ հետո մենք տեսանք նաեւ որ մեր Viber խմբերում էլ կա ասենց իրարանցում ասում են ժողովուրդ եկեք օգնենք եւ այլն Երևի մի քանի ժամ նստել արտասվել ենք, որովհետև այդ բոլոր տարիների ու այդ բոլոր դժվարություններով անցած մարդիկ, անգամ նրանք ովքեր վերջում դրամաշնորհ չեն էլ ստացել, բոլորը եկել էին ու այդ պատմում էին իրենց պատմությունները։ Կարծում եմ, որ սա էլ է կարևոր, այն գրագիտությունը ոչ բոլորը ունեն, որ ճիշտը ստուգեն եւ այլն, բայց նման հարթակները ու հատկապես հեռուստատեսությունը շատ ավելի շատ տալիս է այն վստահությունը, որ եթե մարդը հրավիրվել է, եթե այդ տաղավարում է խոսում է, ամենայն հավանականությամբ այդ նախագիծը իր նպատակին ծառայում է։ Սա մեզ համար կարևոր է եւ մենք դրա համար փորձում ենք մաքսիմալ օգտագործել բոլոր հարթակները եւ նույնիսկ մեր հյուրերը ամեն անգամ մեզ հետ մեր շահառուներից որից է մեկնա եւ նույնիսկ հորդորում ենք չսպասել որ մեր դրամահավաքը կհավաքի եւ եթե կան մարդիկ ովքեր հետաքրքրված են օրինակ ինտերիեր դիզայնով եւ պատրաստ են ձեռք մեկնել կլինի փորձ, կլինի տարածք, կլինի հաճախորդ, կլինի գումար, հա տեսնում են շատ խոստումնալից երիտասարդ գործունյա փորձով, հա նախաձեռնող մարդ կարող են այդ ձեռքը մեկնել, որովհետեւ միայն ձեռք մեկնելով է, որ այս ամեն ինչը կարա դառնա իրականություն։ Եվ իհարկե հանգանակել լուսաբանումը, այո, ուղղակի տա հնարավորություն էլ ավելի կարևոր մարդկանց այո ձեր շուրջ հավաքել, ովքեր ի նպաստ կաշխատեն ձեր ծրագրին, հուսանք դե հեռուստատեսությունից հնչող խոսքը որպես ֆիլտրված խոսք իրականում վստահություն կբերի այն մարդկանց, ովքեր հիմա փորձեն այո ձեզ հետ համագործակցել։ Շնորհակալ ենք, որ մեր հյուրն եք, ձեզ հաջողություն ենք մաղթում։ Եթե զարգացումներ կլինեն հաջորդիվ կգաք կքննարկենք։ Անպայման։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, Գովազդ մեր եթերում։